Ամերիկայի կառավարությունը հրատապ սոս հայտարարություն տարածեց դիմելով Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հրատապ լքել Իրանի տարածքը։ Մենք հսկայական մեծ համայնք ունենք Իրանում։ Ես ուզում եմ պարզ լեգիտիմ հարց ուղղել որևէ օղակի այս իշխանության, ինչ որ մեկը այդ խնդիրներով զբաղվում է, որ եթե իրավիճակը իսկապես լինի այնպիսին, որ մեր հայրենակիցները ստիպված լինեն լքել Իրանը, ինչ որ մեկը պատրաստ է այդ քանակի մեր հայրենակիցներին ընդունելու, եկեղեցու խնդիրներով զբաղվելու, ինչի սահմանադրական իրավունքը ոչ Նիկոլ Փաշինյանը ունի, ոչ իշխանության որևէ ներկայացուցիչ, սրբազանների սեռական օրգաններով զբաղվելու փոխարեն, ինչի ոչ բարոյական, ոչ սահմանադրական իրավունքը որևէ մեկը չունի, դրա փոխարեն զբաղվեք լրջագույն խնդիրներով։ Տարածաշրջանը տրակում է։ Օրեր առաջ Իսրայելի ղեկավար Նեթանյահուն մեկնեց Միացյալ Նահանգներ Թրամփին հանդիպելու եւ հասկանալի է, որ օրակարգը Իրանն էր, Իրանի դեմ նոր ուրեմն ագրեսիա կիրառելու դաբրո ստանալներ եւ կրկնում եմ այս իրավիճակում, երբ որ տարածաշրջանը նստած է պայթող ռումբի, պայթող ականի վրա, երբ որ մեր հայրենակիցները չգիտեն ինչ անեն, երբ որ այսպես կոչված էմիսար, ինչա դրա անունը, այն որ Սփյուռքի հանձնակատար Սինանյանը ինքը հայտարարում է, որ կապ չենք կարողանում հաստատել համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ, այս ֆոնին, երբ որ տեղեկատվություն ստացվեց, որ նաև այս խժդժությունների, անկարգությունների արդյունքում հայ է սպանվել Իրանում, ինչ որ մեկը զբաղվում է մեր հայրենակիցների անվտանգության խնդիրներով, ոչ, փոխարենը մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը համառ ֆանատի հետևողականությամբ շարունակում է իր պրավալային արշավը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։